Այս տարի թանգարանների գիշեր միջոցառումը կրում էր թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր խորագիրը։ Լոռու մարզում գործող բոլոր թանգարանները ևս մինչ ուշ երեկո իրենց դռները բացեցին այցելուների առջև։ Արդեն 4 տարի է, ինչ Վանաձորի Կերպարվեստի թանգարանում ևս կազմակերպվում են միջոցառումներ թանգարանների գիշեր միջոցառման շրջանակներում։ Այս տարի թանգարանների գիշեր միջոցառումը համընկավ նաև մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվա հետ, ինչի շնորհիվ թանգարանների այցելուները մասնակիցը դարձան կրկնակի տոնի։ Բոլոր թանգարաններն էլ փորձում են, ձգտում են ավելի մեծ թվով այցելուներ ներգրավել եւ թանգարանային գիշերը տոնակատարությունը հիմնականում դրան է միտված է, քանի որ կան այնպիսի խավեր, ովքեր սոցիալական պատճառներից, թե ժամանակի խնդրի պատճառով թանգարաններ շատ քիչ են այցելում։ Հիմա թանգարանը աշխատում է մինչև ենթադրենք 6:30, մարդիկ կան, որ իրենց աշխատանքն ավարտում են այդ ժամին։ Դրանից հետո արդեն չի հարմարվում գալ։ Իսկ այս տոնակատարությունները հնարավորություն են տալիս նրանց արդեն մինչև ուշ երեկո այցելել թանգարան եւ վկան լինել այստեղ իրականացվող մշակութային գործունեության։ Վանաձորի Կերպարվեստի թանգարանում տոնն սկսվեց ուրախ երգուպարով փոքրիկների կավճանկարչությամբ։ Միջոցառումների շարքում տեղ էին գտել նաև կրեատիվ միջոցառում, բացահայտիր հերոսին մուլտֆիլմի ցուցադրում, մանկական հայրենասիրական երգերի ուսուցում եւ այլն։ Ես նկարել եմ Սիսն ու Մասիսը, Վեև Մամպեր, այս հայկական դրոշը, ու ստեղ էսա բարդիտ եմ նկարի։ Ինչի համար ես Դե որ ես երկիրը շատ եմ, մեր Հայաստանը շատ եմ սիրում, դրա համար այս նկարն եմ նկարել։ Հետաքրքիր միջոցառում է, ես որ եկա շատ սիրեցի այս միջոցառումը։ Թանգարանների գիշեր միջոցառման շրջանակներում Վանաձորի Կերպարվեստի թանգարանում ներկայացված էր նաև Սերգեյ Մելիքյանի տիկնիկների ժամանակը ձեռքի աշխատանքների ցուցադրությունը։ Ես շատ ուրախ եմ, որ կազմակերպվել է այսպիսի միջոցառում, մեր քաղաքի միջոցառումներին միացավ նաև այս միջոցառումը, որը համաշխարհային նշանակություն ունի եւ կցանկանայի, որ հաճախակ լինի, ելնելով մեր երկրի, մեր Հայաստանի ներկա վիճակից, որպեսզի ժողովուրդը կարողանա ծանոթանալ արվեստի գործերին, քանի որ այս ընթացքում անվճար է լինում, ինձ թվում է շատերը կհաճախեն։ Հաճելի միջոցառում է եւ կարելի ասել մեր այժմյան սերունդի համար դաստիարակչական մեծ նշանակություն ունի, որպեսզի մեր սերունդը, մեր երեխաները մեր տեսարժան վայրերին, մեր հուշարձաններին ավելի քաջատեղյակ լինեն։ Թանգարանային գիշերներում կարծիքով շատ կարևոր դեր կկատարի, քանի որ այժմ ընդունված չէ ոչ ֆորմալ կրթություն, այսինքն միայն դասագրքերով երեխաների ուսուցանումը այնքան էլ արդյունավետ չի կարող լինել, իսկ այսպիսի միջոցառումները երեխաներին ավելի մոտիկից հնարավորություն են տալիս ծանոթանալու մշակույթին։ Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի կողմից Վանաձորի Կերպարվեստի թանգարանն արժանացավ շնորհակալագրերի, իսկ քաղաքում գործող հեռուստաընկերությունները թանգարանների գիշեր միջոցառման ակտիվ մասնակցության համար Վանաձորի Կերպարվեստի թանգարանի կողմից արժանացան շնորհակալագրերի։ Միք հեռուստաընկերություն լուրեր։